78-ամյա Միշա Սողոմոնյանն արդեն լավ է տեսնում։ Նրան օգնել են Լուիս Հայի աչքերին ծրագրի բժիշկները, երբ Կոտայքի մարզում էին։ Աբովյանում նրանք որակյալ օգնություն կցուցաբերեն սոցիալապես անապահով ընտանիքներին մինչև ապրիլի 18-ը։ Դե կույր մարդը գիտես ամենաթանկ բանը աչքի լույսն է։ Եթե չկա, ուրեմն չկա։ Ու ես անվճար եկել եմ այստեղ վիրահատվել եմ։ Օրանժ հիմնադրամի եւ հայկական ակնաբուժության նախագծի ղեկավարները այցելեցին Աբովյանում կայանած աչքի շարժական հիվանդանոց, ծանոթացան հիվանդների առողջական վիճակի եւ կատարվող աշխատանքի արդյունքներին։ So we are for the 5th year Մեր գործընկերների հետ համատեղ Լուիս Հայի աչքերին ծրագիրն իրականացնում ենք արդեն 5 տարի անընդմեջ։ Տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ շատ են, այնպես որ ծրագիրը կշարունակենք։ Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրենը նշեց, որ հաջորդ կանգառը լինելու է Հրազդան քաղաքը, այնուհետև կուղևորվեն Լոռի։ Նա շեշտեց, որ Տավուշն այս տարի ծրագրի մեջ ընդգրկված չէ, քանի որ ծրագիր կա այնտեղ հիմնական ակնաբուժական կենտրոն հիմնելու։ Հայկական ակնաբուժության նախագիծը սկսել է մի ծրագիր, որը ներառում է 5 ակնային կենտրոնների ստեղծում մարզերում եւ առաջինը դա Տավուշի մարզն է, այս տարվա ընթացքում արդեն նման հիմնական հիվանդանոց կստեղծվի Տավուշում։ Օրանժ հիմնադրամի խորհրդի նախագահի խոսքով նա երջանիկ է եւ տեսնում է կատարված աշխատանքի արդյունքը ապաքինված հիվանդներին։ Սա շատ կարևոր նախագիծ է, վերականգնելով մարդկանց տեսողությունը մենք նշանակալի կերպով բարելավում ենք նրանց կյանքի որակը։ Ծրագրի ղեկավարները նշեցին, որ արդեն ծրագրված է 450 խորացված հետազոտություն, 250 լազերային միջամտություն կամ վիրահատություն, կտրամադրվեն նաև ակնոցներ 100 մեծահասակներին եւ 170-ն էլ երեխաներին։ Աղվան Ասոյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։